Դուք ասում եք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերը նվազել են։ Այո, արդեն երկրորդ տարին անընդհատ մեջ պարոն վարչապետ։ Մի կողմից ասում են, վայ, այսքան մարդ զրկվել է վարելու իրավունքից, մյուս կողմից մենք զոհերի նվազում ունենք։ Բա մենք պետք է այդ երկու թվերը իրար հետ ցույց տանք, որովհետև նա առանձին ենք ցույց տալիս, կապը այդ երկու բանի հետ չերևում։ Կա այդ վիճակագրությունը, կա, եթե կարելի է մի հատ ասեք, է։ 23 թվականին մենք աճ ենք ունեցել 22-ի համադրությամբ։ Կողքը ունենք 24 թվական, որը 23-ի համադրությամբ -45 զոհ ենք ունեցել։ Եվ 2025-ին 24-ի համադրությամբ -50 ենք ունեցել։ Այսինքն 23-ի համադրության -95։ Այո։ Իսկ այստեղ զրկվածների թիվը կա։ Նայենք արդեն ձախ կողմում, պարոն վարչապետ, 5435 անձ ըստ էության անձանցով ենք նույնականացրել, ոչ թե դեպքով զրկվել են ու ներքևը կտեսնեք նաև ճանապարհային ոստիկանության 3 տարվա տարեկան միջինը 764-ի դիմաց։ Ես երկու թիվը չեն կարող իր այդ կապ չունենան։ Այո։ Բացառված բան է, որ կապ չունենան։ Բայց դրա համար այս թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ Բայց այս երկու թվերը դրեք իրար։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2022 եւ 23 թվին ինչ մթնոլորտ էր հանրապետությունում, այդ թվում ազգային ժողովում, սոցիալական ցանցերում ասում էին, որ ոչ մի բան չի ձեռնարկում, կարը մարդիկ կոտորվում են եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա խմած վարելու պատճառ։ Հիմա եթե այս 5400 անձը վարեր, չէր կարա զոհերի թիվը նվազեր։ Առնվազն չէր կարա նվազել։ Եվ սա պետք է այս երկու թիվը իրար հետ համադրությամբ ցույց տալ։